Նախկին էկոնոմիկայի, այժմ վերանվանված տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ուսումնասիրում է, թե վերջերս ընդունված հարկային օրենսգիրքը ինչ բացասական ազդեցություն կարող է ունենալ բիզնեսի վրա։ Հիմա կոնկրետ էկոնոմիկայի նախարարությունը անում է վերլուծություններ հարկային օրենսգրքի, որ ուղղություններն են, որոնք որ կարող են տնտեսական աճի տնտեսական աճի ապահովման բնագավառում որոշակի խոչընդոտներ հանդիսանան, բայց ես ձեզ ասեմ, այդ սանդղակները կամ եկամտահարկի կամ շահութաբաժինների լրացուցիչ հարկման հետ կապված, դրանք միջազգային պրակտիկայում ընդունված են։ Մինչ նախարարությունը կվերլուծի, փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներն արդեն գիտեն, 150,000 դրամից ավելի աշխատավարձերի պարագայում բարձրացող եկամտահարկը կհարվածի իրենց գրպանին, հատկապես բարեխիղճ գործարարներին, որոնք բոլոր աշխատակիցներին գրանցում են։ Եկամտահարկը իջնելու է 150,000 դրամից պակաս վաստակողների համար, բայց սա միայն առաջին հայացքից, ասում է ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը, հիշեցնելով, որ 2018-ից 23% հարկին կգումարվի ևս 5% պարտադիր կենսաթոշակայինը, արդյունքում ստացվում է, որ 2018-ից գործատուների հարկային բեռը զգալիորեն կծանրանա։ Այն ՓՄԶ-ների վրա, ովքեր այս պահին գործում են, իրենց մոտ վարձու աշխատողների աշխատավարձը 150,000-ից բարձր է, այս պահին արդեն իրենց վրա բացասական ազդեցություն ունի։ Իսկ այն ՓՄԶ-ների վրա, ովքեր իրենց մոտ վարձու աշխատողների աշխատավարձը մինչև 150,000 է, նրանց վրա բացասական ազդեցություն տեղի կունենա կൂട്ടակային վճարների օրենքի ներդրման պահից, այսինքն այդ պահին նորից էլի ազդեցություն կունենա գործատուի վրա։ Փոխնախարար Էմիլ Տարասյանն ասում է, իրենց գերատեսչությունն էլ բիզնեսի ներկայացուցիչների հետ կապի մեջ է, գիտեն մտահոգությունները, բայց հարկային օրենսգիրքը ստեղծելիս և ընդունելիս բիզնեսի շահերը ներկայացնող նախարարությունն այս գործընթացի վրա փաստորեն ազդեցություն չի ունեցել։ Մենք կվերանայենք ամբողջ օրենսգիրքը մինչև ուժի մեջ մտնելը, մենք ունենք նմանատիպ խնդիր, որ մինչև ուժի մեջ մտնելը նայենք ամենաթույլ կետերը, որոնք որ հարկային օրենսգրքում կան եւ կարող են բացաբար ազդել մեր տնտեսությանը, վերանայենք։ Չեմ կարող ասել, որովհետեւ նախաձեռնող եւ հարկային օրենսգրքի հիմնական ներկայացնող էլ է ֆինանսների նախարարությունը։ Թեև բիզնեսի ներկայացուցիչները մտահոգված են, որ 1 տարի անց մեծանալու է հարկային բեռը, այնուամենայնիվ շաբաթվա սկզբին նախագահ Սարգսյանը Նյու Յորքում միջազգային ներդրողների առջև հայտարարեց, որ նոր հարկային օրենսգիրքը մի շարք արտոնություններ է տրամադրում գործարարներին և ներդրողներին։ Փոքր ու միջին բիզնեսի ասոցիացիայի ղեկավարը դժվարանում է մատնանշել, թե ինչ նոր հարկային արտոնության մասին է խոսել նախագահը։ Այս պահին գործող արտոնությունները, այսինքն միկրոբիզնեսի համար, որոնք կան մինչև օրենսգրքի ուժի մեջ մտնելը, միկրոբիզնեսի համար դրանք պահպանվել են, այսինքն դա ընտանեկան ձեռնարկատիրությունն է հարկերից ազատման, ավելին, ասենք այն ոլորտը, որը մեր երկրի համար շատ կարևոր է, դա գիտեք տեղեկատվական տեխնոլոգիաներն է, հարկային օրենսգրքով այդ արտոնությունները, որ հիմա գործում են, չի պահպանվել, որը տարածաշրջանում ինքը լուրջ մրցունակ հայտ էր ներկայացնում այդ ոլորտի ներգրավման համար։ Նախագահ Սարգսյանը նաև նշել էր, որ էկոնոմիկայի նախարարությունը վերափոխվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, որպեսզի Հայաստանում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող գործարարներն իրենց հարցերը բարձրացնելու քաղաքական հարթակ ունենան։ Հակոբ Ավագյանի խոսքով, գերատեսչության անվանափոխությունը դեռ երաշխիք չէ ներդրողի համար, մի երկրում, որտեղ անկախ դատական համակարգ չկա։ Ներդրողի մտահոգող հարցերից ամենաառաջինը դա իր անվտանգությունն է եւ իր շահերի պաշտպանությունն է։ Այստեղ արդեն գալիս է գնահատականը արդյոք ինչպիսի կոռուպցիոն մեխանիզմներ է գործում երկրում, հա, այսինքն այդ կոռուպցիոն խնդիրները լուծված է թե չէ, ինչպիսի հակակշիռներ կան, դատական համակարգեր եւ այլն։